Հաճախ մեր ճնշվածության կամ ընկած տրամադրության հիմքում լինում է այն զգացումը, որը մենք ունենում ենք, կարող ենք ունենալ առօրյայում, աշխատանքի վայրում կամ հարաբերություններում, դա անարդարության զգացումն է։ Արդարության ձգտումը թերևս մարդու կողմից տոտալ անորոշության մեջ ինչ-որ հենման կետ ունենալու ցանկությունն է, ինչ-որ կարգապահության մեխանիզմ համակարգ ունենալու ցանկությունն է։ Եթե սոցիալական իրականության մեջ դա ինչ-որտեղ իրագործելի է եւ մարդկությունը, մարդկային հասարակությունը կարծես թե ձգտում է, արդարությանը եւ փորձում է ստեղծել համենայն դեպս համակարգեր արդարություն ապավելու համար, ապա ֆիզիկական իրականությանը դա ընդհանրապես բնորոշ չէ եւ հավանաբար երբևէ չի էլ լինի, եւ սա դուրս է բնականաբար մեր եւ ողջ մարդկության նույնիսկ ազդեցության դաշտից։ Սրա ընկալումը, որ այ ֆիզիկական իրականության մեջ արդարությունը որպես այդպեսին գոյություն չունի եւ հավանաբար չի էլ կարող ունենալ, սրան թվում է շատ կարեւոր է հոգեկան առողջության համար, որովհետեւ այն թե որքան ռացիոնալ են եւ համապատասխանում են օբյեկտիվ իրականությանը մեր խորքային համոզմունքները, դրանից են բխում մեր գնահատականները, որոնք տալիս են երևույթներին եւ իրադարձություններին եւ հետեւաբար մեր հույզերը, մեր ապրումները։ Այսինքն առողջ լինելու համար հոգեկան տեսանկյունից, նաև ֆիզիկական, ինչու՞ չէ, առողջ լինելու համար շատ կարևոր է, որ մեր խորքային համոզմունքները լինեն հնարավորինս ադապտիվ, այսինքն համապատասխանեն իրականությանը, ոչ միայն սոցիալական, այլ նաև ֆիզիկական։ Դրա համար է կարևոր արդարության կոնցեպտի դիտարկումը, վիճարկումը այս տեսանկյունից։